Նախ կուզեի հակիրճ, շատ հակիրճ, հնարավորինս հակիրճ անդրադառնալ ուրեմն Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում տեղի ունեցած զարգացումներ կամ հանդես գալ գնահատականով, ուզում եմ միանգամից եւ աներկբա կերպով ասել, որ Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն եւ սերտ չեն եղել եւ այս մասին է վկայում եւ Հայաստան Եվրոպական միություն քաղաքական երկխոսության բովանդակությունը եւ 25 թվականի ընթացքում միայն տեղի ունեցած բարձրաստիճան փոխադարձ այցելությունները, ձեռքբերված պայմանավորվածությունները էական անկյունակարային կրկին իրադարձություն է տեղի ունեցել այս առումով դուք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը մարտին, եթե չեմ սխալվում, ընդունել եք մի օրենք որը Հայաստանի Հանրապետության անդամակցությունը օրենք Եվրոպական միության Հայաստանի Հանրապետության անդամակցության մեկնարկի մասին եւ ըստ այդմ այս քաղաքականությունը արդեն իմպերատիվ է կառավարության համար եւ մասնավորապես արտաքին գործերի նախարարության համար մենք պետք է ակտիվացնենք ըստ այդմ քննարկվող հաջորդ 2026 թվականին եւ չնայած մինչ այսօր է ջանքեր ենք արդեն գործադրել այդ ուղղությամբ ակտիվացնենք մեր ջանքերը անդամակցության ուղղությամբ եւ մենք իսկապես ձգտում ենք մաս դառնալ ժողովրդավար եւ զարգացող ուրեմն բարգավաճ կարող եմ ասել երկրների այս ակումբին Իհարկե մենք մեր այս ջանքերը չենք հակադրում հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն ունենալու մեր այս հրճակված մոտեցմանը տեղյակ եք որ ըստ այդմ գուցե տեղյակ եք հուսով եմ տեղյակ եք որ համահունչ ասվածի մենք արտաքին գործերի նախարարությունում օրինակ ստեղծեցինք նոր վարչություն, եվրոպական ինտեգրման վարչություն եւ այս վարչությունը իթիվս կառավարության մեր մյուս գործընկերների, մյուս գերատեսչությունների կշարունակի իր ամենօրյա աշխատանքը նշվածի ուղղությամբ մենք իհարկե այստեղ բոլորովին հեծանիվ հայտնագործելու մեծ հաշվով անհրաժեշտություն չունենք, կա օրինակ Չեռնոգորիայի փորձը այլ երկրների փորձ, որոնք անդամակցության շեմին են կամ արդեն անցել են այդ ճանապարհը եւ մենք սերտ կապ ունենք, կապի մեջ ենք նրանց հետ, որպեսզի բոլոր նյուանսները, նրբերագները, քայլերի հաջորդականությունը ավելի լավ պատկերացնենք։ Հայաստան-Եվրոպական միություն ուրեմն հարաբերությունների ամբողջ համատեքստում ես կարևոր տեղ կհատկացնեի փոխկապակցվածության, տրանսպորտային փոխկապակցվածության հարցին մենք նախորդ նիստի ընթացքում հանգամանալի կերպով հնարավորություն ունեցանք խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, պայմանավորվածությունների, սկզբունքների նորից չկանգնելով այդ ամեն ինչի վրա, ասեմ, որ այս թեման օրինակ ոչ միայն շատ հետաքրքիր է Եվրոպական միության մեր գործընկերների հետ, այլև նրանք եւս ուզում են իրենց էական մասնակցություն ունենալ ենթակառուցվածքների շահագործման կամ վերաշահագործման, ապաշրջափակման հարցում եւ սա բոլորովին զարմանալի չի, մենք միշտ մոռանում ենք այս լույսով նայել, այս լույսի ներքո նայել ապաշրջափակմանը եւ շատ նեղ ենք, երբեմն անարդարացիորեն նեղ ենք անդրադառնում հարցին, իրականում եւ Եվրոպական միություն եւ ընդհանրապես աշխարհում շատերը այդ գործընթացը, որը տեղի է ունենում Հարավային Կովկասում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև, դա նկատի ունեմ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, շատ ավելի մեծ պրիզմայով են նայում իրենց համար, քանի անգամ տարբեր երկրներ քանիցս հնարավորություն են ունեցել բարձր մակարդակով ասելու, որ սա մաս է Եվրոպական միության եւ օրինակ կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցություն կամ հաղորդակցության նոր ենթակառուցվածք ստեղծելուն այսպիսի պլանով է որ շատ երկրներ դիտարկում են այդ ապաշրջափակումը եւ այս մասին օրինակ նաեւ ասվեց վերջերս տեղի ունեցած Եվրոպական միության գլոբալ դարպաս երկրորդ համաժողովին
Ես ինքս նախորդ շաբաթ մասնակցեցի փոխկապակցվածության այդտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդես եկավ ելույթով կհիշեք հավանաբար ես ինքս նաև մասնակցեցի փոխկապակցվածության եւ միջտարածաշրջանային համագործակցության խթանման հարցերով ԵՄ կողմից կազմակերպված նախարարական մի հանդիպման ներառյալ իմիջիալոց եւ սա գալիս է նաև ապացուցելու նախորդիվ ասվածը ներառյալ օրինակ ոչ միայն բնականաբար մեր ամբողջ հարավային Կովկասի ինչպես նաև կենտրոնական Ասիայի գործընկերներին եւ առաջին անգամ անցկացվող այս ձևաչափով առաջին անգամ անցկացվող հանդիպանը հատուկ ընդգծվեց հարավային Կովկասի կամրջող դեր կատարելու մեծ ներուժի մասին